Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալում իրադարձությունները հասել են մի կետի, որտեղ յուրաքանչյուր քայլը ճակատագրական հետևանքներ կարող է ունենալ։ Նկարահանումները շարունակվում են, բայց արդեն իսկ ակնհայտ է՝ առաջիկա սերիաները լինելու են ամենալարվածներից ու ամենաէմոցիոնալներից։ Հունանի որոշումը փակել Լեոյի ճանապարհը դեպի Բռնցքամարտի մարզումներ հարված է ոչ միայն Լեոյին, այլ ամբողջ ընտանիքին։ Լեոյի համար բռնցքամարտը պարզապես սպորտ չէ, դա իր արժանապատվությունն է, իր ինքնությունը, իր պայքարի ճանապարհը։ Երբ այդ ճանապարհը փակվում է, նա կարծես զրկվում է օդից տանը, լռությունը ծանրանում է, Մանանի աչքերում վրդովմունք է, Դավիթն անզորության մեջ, պապը հասկանում է, որ ինչ-որ մեկը փորձում է կոտրել իրենց տղային։ Դավիթ պապը որոշում է անձամբ գնալ ու խոսել Հունանի հետ, նրա քայլը հպարտության ու հայրական ցավի խառնուրդ է։ Նա դեռ չգիտի ամենասարսափելի ճշմարտությունը, որ իր դիմաց կանգնած մարդը տարիներ առաջ դարձել է իր որդու Ռաֆի մահվան պատճառը։ Այդ հանդիպումը լցված է ներքին դրամատիզմով, պապը խոսում է որպես հայր ու պապ, խնդրում է արդար լինել, չկոտրել երիտասարդի ապագան, իսկ Հունանը լսում է արտաքին սառնությամբ, բայց ներսում ինչ-որ բան սկսում է շարժվել։ Նա դեռ չի բացահայտում իրեն, բայց Ռաֆի հիշողությունը, Լեոյի խոսքերը և այժմ նաև պապի ներկայությունը սկսում են ներսում խառնաշփոթ առաջացնել։ Մինչ այդ Հունանը շարունակում է պարապել Գրիշոյի հետ, չնայած որդու առողջական խնդիրներին։ Գրիշոյի ուշագնացությունները, ներքին լարվածությունը, հոր կողմից մշտական ճնշումը նրան դարձնում են ավելի կոշտ, բայց նաև խոցելի։ Հունանը կարծես փորձում է որդու միջոցով ապացուցել ինչ-որ բան թե իրեն, թե աշխարհին։ Սակայն հարց է, արդյոք նա չի մոռանում, որ Գրիշոն առաջին հերթին հիվանդ է, ոչ թե պարզապես ռինգի զինվոր։ Ամեն ինչ տանում է նրան, որ ռինգում հանդիպելու են Վովան ու Գրիշոն, այդ մենամարտը միայն սպորտային մրցում չի լինելու, դա լինելու է գաղափարների, ճակատագրերի, անցյալի ու ներկայի բախում։ Վովան իր հանգիստ, խորքային ուժով և Գրիշոն հոր սպասումների ծանրության տակ ճնշված, հավանաբար հենց այդ մենամարտում արդարությունը կվերականգնվի։ Վովայի հաղթանակը կարող է դառնալ ոչ միայն սպորտային հաղթանակ, այլ նաև բարոյական պատասխան բոլոր այն անարդարությունների համար, որոնք կուտակվել են տարիների ընթացքում։ Մյուս ճակատում Մաննան է, երբ Գրիշոն Լեոյի մոտ փորձում է վարքաբեկել նրան, Մանանը լռելու տեսակ չէ, նա ասում է, որ քթերիցդ կբերեմ, և բոլորը գիտեն, նա դատարկ խոսքեր չի ասում։ Մանանը զգացմունքային է, երբեմն անզուսպ, բայց նաև ուժեղ ու խիզախ։ Գրիշոն դեռ լավ չի ճանաչում նրան, չի հասկանում, որ այս աղջիկը կարող է մինչև վերջ գնալ պաշտպանելու իրեն։ Էռնայի և Տալի Հունանի կնոջ հարաբերություններն այս սերիայում առանձնահատուկ գեղեցիկ են ներկայացվում, նրանց մեջ կա վստահություն, անկեղծություն ու կանացի աջակցություն։ Երբ Էռնան խոստովանում է, որ Ավոն սիրուհի ունի, դա հեշտ խոստովանություն չէ, դա ցավոտ, կոտրող ճշմարտություն է, բայց նա ընտրում է չլռել։ Հունանի կինը անտարբեր չի մնում, նա գնում է սիրուհու տուն։ Այդ տեսարանը լարված է, բայց ոչ աղմկոտ, այստեղ ուժը լռության մեջ է, հայացքներ, չասված խոսքեր, կանացի արժանապատվություն, և հենց այստեղ է երևում, թե որքան խորն է խաբված լինելը և որքան ուժ է պետք ճշմարտությանն առերեսվելու համար։ Էլենը նույնպես չի կարող կողքից նայել, նա սկսում է ճշտել, պարզել, կապել իրար փաստերը, նրա ներքին պայքարը հետաքրքիր է՝ մի կողմից ընտանիքի հանդեպ հավատարմությունը, մյուս կողմից արդարության զգացումը։ Եվ շատ հավանական է, որ ճշմարտությունը կպատմի Սյուզիին։ Այդ խոստովանությունը կարող է փոթորիկ առաջացնել, քանի որ Սյուզին արդեն ապրում է իր դստեր հետ մի իրականությունում, որը կարող է մի ակնթարթում փլուզվել։ Գոյամարտը հիմա միաժամանակ մի քանի ճակատում է զարգանում՝ ռինգում, ընտանիքներում, անցյալի ու ներկայի միջև։ Յուրաքանչյուր հերոս կանգնած է ընտրության առաջ, ոմանք ընտրելու են վրեժը, ոմանք ճշմարտությունը, ոմանք սերը։ Բայց մի բան պարզ է՝ առաջիկա սերիաները լինելու են պայթյունավտանգ, և հեռուստադիտողը նորից ու նորից կհամոզվի, որ այս սերիալում ոչինչ պատահական չէ։ Ամեն խոսք, ամեն հայացք, ամեն որոշում մի օր վերադառնալու է որպես ճակատագրի հեգնանք։
Դե ինչ, դուք էլ չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել ինչ եք կարծում, իսկապես Գրիշոն ու Վովան են հանդիպելու ռինգում և Վովան հաղթելու է, թե հունանն ամեն ինչ անելու է, որ Գրիշոն հաղթի, որպեսզի դուրս գա այդ ծանր վիճակից։ Ամեն ինչ դեռ առջևում է, Գրիշոն դեռ չգիտի ում հետ գործ ունի, բնականաբար նա զգում է իրեն տիրակալ, բայց երբ պարզվի, թե ինչ մարդ է հայրը և ովքեր են Մանանը, Դավիթն ու Լեոն, նույնիսկ Վովան, նրանց համար շատ ծանր է լինելու։ Ավոն ճանաչեց Լեոյին ու այժմ նա հպարտանում է, որ հոր նման խիզախ է ու անվախ, բայց երբ ժամանակին նա նրանց կողքին լիներ հավանաբար այսքան դժվարությունների միջով նրանք չէին անցնի։ Ինչևէ, երեխաները դաստիարակված են, պապն ամեն ինչ արել է, որպեսզի ոչնչի կարիք չունենան, իհարկե դժվարություններով, բայց ամենակարևորը՝ նրանք մեծացել են որպես մարդ։ Դե ինչ, բաժանորդագրվեք, առաջինը չկորցնելու ձեր հնարավորությունը տեղեկացված լինելու։